Հարգելիներս, այսօրվա տեսանյութում ես ձեր հետ ցանկանում եմ կիսվեմ իմ լեչո սառեցնելու տարբերակի հետ։ Դե ինչ, սկսենք պատրաստման ընթացքը։ Հարգելիներս, ավելացրեցի աղ և շաքարավազ, իրանից բավական ջուր դուրս տվեց, կաթսայի կափարիչը դրեցի և մարմանդ կրակի վրա եփեմ։ Հարգելիներս, այս տեսանյութում ուզում եմ ձեր հետ կիսվեմ, որ կարող եք լեչոները այսպիսի փոքրիկ չափաբաժիններով փաթեթավորեք, տեղադրեք սառցեխցիկը, լավ սառացնեք և պետք եղած ժամանակը հանեք և օգտագործեք։ Հարգելիներս, նշեմ, որ շատ հարմար տարբերակ է ձեր ապուրների մեջ այսպիսի պատրաստի սառած լոլիկները օգտագործեք։ Շատ հարմար տարբերակ է առավոտյան նախաճաշին, եթե ցանկանում եք լոլիկ օծվածեղ, շատ արագ է պատրաստվելու։ Հարգելիներս, պատրաստման ընթացքը դուք տեսանյութում տեսաք։ Լոլիկները կեղևահան անելուց հետո ես թողել եմ իր ջուրը դուրս է տվել։ Օգտագործել եմ 1 հատ կծու պղպեղ համ տալու համար, օգտագործել եմ կանաչիներից պետրուշկան, մի քանի պճեղ սխտոր և աղ ու շաքարավազ եմ ավելացրել։ Ըստ ձեր ճաշակի եք աղը ավելացնում, նշեմ, և շաքարավազն էլ 2-ից 3 թեյ քթալ։ Նշեմ նաև, որ կարող եք թթվասերի փոքրիկ պլաստմասե տարաների մեջ էլ սառացնեք, բայց կարծում եմ այս տարբերակը ավելի հարմար է։ Հարգելիներս, նշեմ, որ լեչո պատրաստելիս իրանից բավականին շատ հեղուկ մասա է դուրս տալիս։ Ես այդ հեղուկ մասան, այդ ջուրը հեռացնում եմ, լավ քամիչի միջոցով այսպես առանձնացնում եմ և քամում եմ հյութը և ստանում եմ շատ անուշահամ տոմատի հյութ, իրոք շատ համեղ է։ Դե ինչ, այսօր էլ ես ցանկացա ձեր հետ կիսվեմ իմ լեչո սառեցնելու տարբերակի հետ, իսկ հյութի պատրաստման ընթացքը ես ձեզ ցուցադրել եմ նախորդ տեսանյութերիցս մեկում։ Դուք էլ պատրաստեք և մատուցեք սիրով։